Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական իրադարձություններ եւ դեպքեր, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Այն թեման, որ այսօր առանձնացրել ենք քննարկելու համար, վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարմանը, որի մասին հայտարարությունը ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարությունը տարածեց 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Քննարկման համար սիրով հյուրընկալել ենք դիվանագետ վերլուծաբան Վարդան Հակոբյանին եւ Հայացք վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեգարյանին։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու եւ այստեղ գտնվելու համար։ Տեսեք, տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը ըստ էության իրականություն դարձավ միջազգային կոնսենսուսի պայմաններում։ Կոնսենսուս, որ առաջացավ մի կողմից Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների պայմաններում, մյուս կողմից ադրբեջանական իշխանությունների հետևողական քայլերի արդյունքում, բայց միևնույն ժամանակ կար նաև միջազգային կոնսենսուս եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը, որոնք տասնամյակներ շարունակ այս գործընթացը ղեկավարում էին, առաջնորդում էին, ըստ էության չընդդիմացան Մինսկի խմբի լուծարմանը։ Այս համատեքստում ձեր դիտարկումները, պարոն Հակոբյան, կար աշխարհաքաղաքական կոնսենսուս որպես այդպիսին, թե հնարավոր էր իրավիճակը այլ հունով տանել։ Ասել թե աշխարհաքաղաքական կոնսենսուս որոշ իմաստով կարող ենք, բայց այստեղ ինձ թվում է խնդիրը ուրիշ է, դա ավելի շատ պաուզայի նման մի բան է, ինչի նկատի ունեմ, որովհետև ցանկացած հանձնախումբ կամ ինչ-որ հարաբերություններ, դիվանագիտական բան, որ ստեղծվում են, դրանք ստեղծվում են ելնելով իրական վիճակից, ելնելով խնդրից, ինչ պրոբլեմ կա, ինչ խնդիր կա, եւ ստեղծվում է հենց այդ խնդիրները լուծելու համար։ Հիմա 92 թվականին, երբ որ ստեղծվեց Մինսկի խումբը, ընդ որում դրա այդ դաշտը, որ ստեղծվեց, բոլորն էլ ավելի շուտ մենք թեկուզ եւ մնացածը թերևս ինչ որտեղ նույնիսկ Ադրբեջանը գիտակցում է, որ դա անհրաժեշտ բան է, դաշտ է, այն ուրեմն պլատֆորմ է, որի վրա կարելի է դիվանագիտությամբ, քանի որ հրադադար է հայտարարում կամ հետագայում տարբեր զարգացումներ են լինում, այդ դիվանագիտության բանակցություններով խնդիրը լուծելու։ Ճիշտ է, 95 թվականից ավելի ակտիվացավ իրական, որ մենք արդեն հարաբերությունները տեսնում ենք։ Եվ այն ժամանակ, այո, աշխարհաքաղաքական խնդիրներից մեկը, որ գոյություն ուներ, մեր տարածաշրջանը մեծ հարավային Կովկասն էր։ Հարավային Կովկասում դա կարևոր հարց էր, մանավանդ որ այդ տարածաշրջանում խաչաձևում էին տարբեր պետությունների եւ հզոր եւ միջին տերությունների ուրեմն շահերը։ Դրանք եթե չասենք բախվում էին, համենայն դեպս հակադրության մեջ էին։ Այսինքն Արցախյան հակամարտությունը կարծես թե խաչաձևում է դրանց նաև շահերի հակադրությունը եւ դարձնում է տարածաշրջանը դրա համար դաշտ։ Հիմա ինչ վերաբերում է, ասենք այն, որ կասեցրեցին արդեն 25 թվականին, գնում էր դրան։ Դա Ադրբեջանը արդեն տասնամյակից ավել հետապնդում էր այդ նպատակը ուներ, մենք իհարկե դեմ էինք դրան, որովհետև մենք հասկանում ենք, որ դա շատ կարևոր օղակ է, շատ կարևոր դաշտ է, սեղան է, որի շուրջ մենք հանդիպում ենք եւ այդ հարցերը քննարկում ենք, չդիմելով պատերազմ։ Այստեղ առաջ անցնելով հիշեցնեմ այդ խմբի սկզբունքներից մեկը, որ Արցախյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Սա կարևոր սկզբունքներից մեկն էր եւ ըստ էության աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվեց, ես չի ասի թե դերակատարներն են փոխվել կամ չգիտեմ ինչ որ շահերը, այլ ուղղակի ընդհանուր իրավիճակը փոխվելով մանավանդ Հայաստանում նոր իշխանությունները տանում էին դեպի այն, որ համաձայնեցրեցին եկան համաձայնության, որ պետք է Մինսկի խումբը, այսպես ասած, դադարեցնել, այսինքն այդ գործիքից մեզ որպես պետության զրկեցին։
Տեսեք, հակամարտությունը չունի ռազմական լուծում կամ ռազմական լուծման հեռանկար։ Այս նախադասությունը, այս միտքը ուղեկցել է ամբողջ գործընթացին, իհարկե զուգահեռ անցնելով ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականության սկզբունքին եւ ինքնորոշման իրավունքին։ Այս երեքի հետ մենք մշտապես տեսել ենք, որ միջազգային հանրությունը իդեմս եռանախագահ համայնքի հայտարարել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Բայց ըստ էության հիմա ներկա ունենք իրավիճակ, երբ որ Ադրբեջանը գոնե իր կարծիքով եւ իր դաշնակիցների կարծիքով լուծել է հակամարտությունը, բայց պարոն Բեկյան, երբ որ մենք կարդում ենք Վիեննայի ԻԱՀԿ քարտուղարության հայտարարությունը Մինսկի խմբի լուծարման մասին, այնտեղ էլ հակամարտության լուծման մասին խոսք չի գնում եւ իբրև գործընթացի դադարեցման հիմք նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների համատեղ դիմումը, նախարարական խորհրդի համապատասխան որոշումը եւ իբրև հիմք նաեւ ակնարկ կա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Այսինքն ԵԱՀԿ-ն ինքնին որ չի դիտարկում, որ հակամարտությունը որպես այդպեսին լուծված է։ Նման պայմաններում ձեր կարծիքով որոնք են այն հեռանկարները, որոնք հայկական կողմը, հայկական շահերի պաշտպանությունը հետապնդող կազմակերպությունները եւ ուժերը կարող են վերցնել հակամարտության ներկա հանգրվանի սպասարկման ուղղությամբ։ Շնորհակալություն շատ, նաև հրավերի համար շնորհակալություն։ Ուրեմն, տեսեք, ես կարծում եմ, որ մենք պիտի մի քանի հարցություններ զուգահեռաբար դիտարկենք, որովհետև եթե բաց ենք թողում, ընդհանուր փաթեթը չենք ստանում ու պատկերը չենք ստանում, ուրեմն հետևաբար ձեր առաջի հարցից եւ պարոն Հակոբյանի հետ հատվածի զրույցի, ուրեմն կար արդյոք կոնսենսուս, տեսեք, ինքը շատ հետաքրքիր հարց է, կար արդյոք կոնսենսուս, որովհետև ուրեմն ինչ արեց ԵԱՀԿ-ն այս դեպքում որ թե կառույց է, այլ անդամ երկրներից յուրաքանչյուրը տալով համաձայնություն, ուրեմն ընդհանրապես այս գործընթացի փակվելու եւ կառույցների լուծարվելու։ Ուրեմն իրենք բացատրում են նաեւ իրենց հասարակություններին, հանրություններին, որ հակամարտության կողմերը դիմել են, դե լավ, այդ պարագայում մենք ինքներս դառնանք կոնֆլիկտի կողմ, եթե նրանք դիմել են այս գործընթացը լուծարելու, հա։ Առաջի հայացքից թվում է, որ կա ասվածի մեջ օբյեկտիվ էլեմենտ։ Ուրեմն եւ միգուցե եւ կա, հաշվի առնելով, որ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որ Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի կգնա այդ գործընթացի լուծարմանը եւ այլն, սա այն վատագույն երազում տեսնել հնարավոր չէր, բայց եղավ հիմա։ Հետեւաբար այս մասով միգուցե օբյեկտիվ էլեմենտ կա։ Բայց այդ օբյեկտիվ էլեմենտը բավարար չի այդ որոշումը համարելու, ուրեմն ասենք այսպես արդարացի, համարելու ազնիվ, համարելու կառույցի իմիջի համար համապատասխանող մի շարք պատճառներով։ Առաջինը, կոնֆլիկտի կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղը նրա օրինական ներկայացուցիչներով, որոնց հետ Մինսկի որոնք աշխատել են տարիներ շարունակ եւ այլն եւ այլն։ Հետեւաբար, եթե արդարացումը, որ կոնֆլիկտի կողմերը դիմել են եւ մենք արել ենք, ուրեմն չի աշխատում, որովհետեւ այդ կոնֆլիկտի երրորդ կողմը որպես այդպեսին այս գործընթացին փակվելու եւ այլն ոչ մի մասնակցություն չունի։ Սա առաջինը։ Երկրորդ, որքան էլ որ ոչ մեկս չենք կարող նվազեցնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատասխանատվությունը այս գործընթացի համար, փակվելու գործընթացի համար, բայց դա որևէ կերպ չի հանում պատասխանատվությունը միջազգային հանրության պատասխանատու անդամներից, առավել եւս նրանցից, ովքեր եղել են Մինսկի խմբում, առավել եւս նրանցից, ովքեր Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին, որովհետեւ սա որևէ կերպ մեծ պետության, գերտերության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի պատասխանատու կեցվածք չի։ Ինչու՞։ Որովհետև սա նշանակում է, դու խրախուսում ես ագրեսիան, դու խրախուսում ես ուժի կիրառումը, դու ստեղծում ես նախադեպ, որ կարելի է ուրեմն մարդու իրավունքների անհատական, հավաքական, բացառիկ խախտումներով հասնել մի հատ արդյունքի եւ այդ արդյունքը մարսեցնել։ Տեսեք, շատ հետաքրքիր իրավիճակ ունենք, մենք այսօր զրուցում ենք իրար հետ, ուրեմն մեր զրույցը եւ դրան նախորդող օրերը մի քանի իրադարձությունների հետ են հատվում, որոնք ինքնին այս ամեն ինչի պատասխանը իրանց մեջ պարունակում են, հա։ Ուրեմն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցները իրացել էին իրանց ինքնորոշման իրավունքը, դա դեկտեմբերի 10-91 թվականի ուրեմն հանրաքվեն է, որը ամբողջապես տեղավորվել է այդ պահի դրությամբ եղած իրավական բոլոր կարգավորիչների մեջ, խորհրդային փլուզում դեպի անցումային շրջան, Ադրբեջանի որոշում, դրանից հետո հանրապետության հռչակում եւ վերջապես դեկտեմբերի 10-ին ուրեմն անկախության հանրաքվե։
երկրորդ անգամ նորից սեփական կամքը ապրելու եւ իր կյանքը կազմակերպելու 2006 նորից դեկտեմբերի 10, հա, արդեն սահմանադրության ընդունումը։ Բայց ես ասեմ մի շատ կարևոր ուրիշ հանգամանք։ Դեկտեմբերի 10-ը ողջ աշխարհը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ Եվ հիմա երբ որ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, թե նրա անհատական, թե նրա հավաքական ձևաչափով, դուք տեսեք մենք ինչ խախտումների միջով ենք անցել եւ գալով նորից կապելով ձեր հարցին եւ ԵԱՀԿ երկրները սրա վրա աչք են փակում, փորձելով պատասպարվել այն հարցի հետևում, որ դե Հայաստանը եթե համաձայնվել է մենք ով ենք, եւ վերջը տեսեք այդ նույն մարդու իրավունքների տոտալ խախտումների պարագան հիմա շատ ունիկալ իրավիճակ է, էլի իրականում։ Ուրեմն մարդու իրավունքների բլոկ այն ամենով ինչով տեղի ունեցավ ամենավերջինը, էլ չեմ ասում ուրեմն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջի Ղարաբաղյան պատերազմը 16 ապրիլյանը, 20 թվականի 44 օրյան, բայց դրանից հետո այսօրվա օրով 3 տարի առաջ այսօրը դեկտեմբերի 12 Ադրբեջանը սկսում է շրջափակումը ուրեմն Արցախի, որից հետո 23-ին տեղի ունենում ագրեսիան։ Այսօր հենց այդ օրն է։ Հիմա դե տեսեք այս ամեն ինչը մարդու իրավունքների համատեքստում։ Նայեք մի հատ մարդու իրավունքների համատեքստում Բաքվի բանտում տեղի ունեցող ֆարսը, ուրեմն մեր հայրենակիցների հետ կապված։ Նայեք մարդու իրավունքների համատեքստում Հայաստանի իշխանությունների քայլերը լուծարելու այս գործընթացը, Հայաստանի իշխանությունների քայլերը սեփական ընդդիմության դեմ, այլակարության դեմ եւ այլն, որը մի հատ էս փորձեք հատել իրար հետ, չի ստացվում։ Այսինքն անգամ այդ ԵԱՀԿ-ի իբրև թե բացատրությունները նրա անդամ երկրների, հա, որևէ կերպ որևէ քննադատության չեն ենթարկվում։ Եղել է պատեհապաշտություն, առավելապես դեր ունեցել են, որ ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությունը դրված է հարցականի տակ, քանի որ Արևմուտք Ռուսաստանը լուրջ հակամարտությունը կա եւ չեն կարողանում իրար հետ ինչ-որ հարցի շուրջ գալ կոնսենսուսի որոշել, դրա պրոյեկցիան եկավ նաեւ տարածպես մեր վրա Հայաստանի իշխանությունների կողմից արած ամենաանհավանական քայլի արդյունքում Ադրբեջանի հետ դիմելու լուծարման։ Այո, որովհետև կատարված ըստ էության հակասում է ԵԱՀԿ-ի համար հիմնադրութային փաստաթուղթ հանդիսացող ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի տարին ոգուն, ընդ որում այն ամեն ինչ որ կատարվեց Արցախում, Արցախի շուրջ կատարված է եւ նաեւ պետությունների ժողովրդավարական կարգերը եւ օրենքի գերակայությունը ապահովել են բոլոր պարտավորությունները, որոնք ամրագրված են հենց այդ կարևոր փաստաթղթում, որը կարգավորիչ նշանակություն ունի միջազգային հարաբերությունների, նույնպես խախտվում են Հայաստանի իշխանությունների կողմից նաեւ Հայաստանի քաղաքական հարաբերություններում։ Տեսեք, այսինքն մենք հիմա եւ նաեւ հիմք ընդունելով այն տեսակետը, որ հակամարտությունը որպես այդպեսին լուծված չէ, սրա մասին միջազգային հարաբերությունների դերակատարները որպես այդպեսին չեն հայտարարում, որ հակամարտությունը լուծված չէ, բայց նաեւ չեն էլ ասում, որ հակամարտությունը լուծված է։ Այսինքն ԵԱՀԿ-ն նման բան չի ասել, ՄԱԿ-ի պատասխանատու կառույցները չեն ասել, նման բան ասում են Ադրբեջանի իշխանությունները, նրանց դաշնակիցները եւ ցավոք սրտի նաեւ Հայաստանի իշխանությունները։ Այսինքն մենք կանգնած ենք մի խնդրի առջև, որ երկու ուղղությամբ պետք է աշխատանքներ շարունակենք։ Մի կողմից ցույց տալու համար միջազգային հանրության այն բոլոր հանցագործությունները, որ Ադրբեջանը կատարել է եւ նախընթաց գործողությունների անօրինական բնույթը, մյուս կողմից պահելու այն քաղաքական կապիտալը, որ կար։ Պարոն Հակոբյան, եթե խոսենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ժառանգության մասին, որովհետեւ այդ բոլոր համանախագահ պետությունների հայտարարությունները որևէ մեկը չի չեղարկել։ Այդ ժառանգությունը կարող է Մինսկի խմբի դադարման չգործելու պայմաններում օգտագործվել հայկական շահերը հետապնդելու տեսանկյունից։ Դրա համար ես սկզբում ուղղակի ընդհանուր բանով ասելով ես նշեցի, որ սա դադարի է նման պաուզա է։ Այսինքն ըստ էության որպես այդպիսին ոչ մի հարց, որ չի լուծվել եւ չի հանվել օրակարգից մնում են։ Եվ ես միշտ ասել եմ, որ Մինսկի խումբը այսպես թե այնպես վերականգնվել է, գուցե ինչ-որ ուրիշ անունով չգիտեմ ինչ, այլ նրա ունեցած բազայի, նրա դրած հարցերի, խնդիրների մակարդակով բարձրանալու։ Եվ այստեղ մեր վիճակը տեսեք, դուք ասում եք մենք ինչպես օգտագործենք այդ ժառանգությունը եւ այլն բան, մենք հասելով պետք է ճշտել, մենք ով։ Եթե մեր իշխանությունները դրանից իրենք են դրա դեմ, իրենք են եկել համաձայնության, իրենք
իրենց համաձայնությամբ է Մինսկի խումբը դադարեցվել եւ այլն, ապա ասենք ընդդիմության մասն է խոսքը։ Բայց եթե դնենք մի կողմ նաև ընդդիմությունը, ինձ թվում է, որ այդ դադարը ժամանակավոր է պայմանավորված այլ գլոբալ խնդիրներով։ Այսինքն եւ ԵԱԿ-ն, Եվրոպան, այսպես ասենք, Արևմուտքը եւ Միացյալ Նահանգները արդեն մի քանի տարի է, կարելի ասել, ըստ երևույթին 14 թվականից ուրիշ խնդիր դրեցին, որը մակարդակով ավելի բարձրացրեցին միջազգային հարաբերություններում, կարևորությամբ դա, ասենք, հետևյալ երկու հարցներ։ Մեկը Ուկրաինան, կարևոր խնդիր էր իրանց համար լուծելու, իսկ Ուկրաինայի հարցը եւ մինչեւ այդ Վրաստանի հարցը, չէ, Հարավային Օսեթիայի հետ պայմանավորված եւ այլն, դրանցով նաեւ պայմանավորվեց հակառուսական դիրքորոշումը, ընդ որում շեշտակի արմատական հակառուսականության շուռ եկավ Արևմուտքը։ Եվ մյուս կողմից էլ, որը ավելի շատ Միացյալ Նահանգներին էր հետաքրքրում, Իրանի հարցն էր։ Այսինքն այս մեր ավելի մեծ մերձավոր արևելք ասած տարածաշրջանում Իրանի հարցը շեշտենք, ոչ միայն այնտեղ, ասենք, Իսրայել բան, այլ կարևորը որպես Իրանի հարց է, այս երկու հարցը սկսեցին գերակայել։ Եվ այս գերակայման ընթացքում, քանի որ աշխարհում էլ միջազգային օրենքները խարխլվել են, որպես այդպիսի, գործում են այս կամ այն ուժի կանոնները։ Դե Արևմուտքը ասում է, որ մենք այս կանոններով պետք է շարժվենք միջազգային հարաբերություններում եւ Եվրոպան էլ գլոբալիստական, լիբերալ գլոբալիստական Եվրոպան դա ընդունեց։ Այսինքն ստվեր դեպի մղեցին Հարավային Կովկասի այս խնդիրը, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ, ասենք, Վրաստանում իրադարձություններ փորձելով թարմացնել, Ադրբեջանին այդ խոստումներով որոշ քաշել դեպ հակառուսական դաշտ, մենք քանի տարի արդեն տեսնում ենք, թե ադրբեջանա-ռուսական հարաբերությունները ինչ վիճակում են, այսինքն զսպում են մի կերպ, ինչպես դա միշտ արվել է ռուս-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս պայմաններում այս հարցը կարծես թե դադար տվեցին, ստվեր մղեցին, բայց այդ հարցը միևնույն է, այդ երկու հարցերը որ լուծվի, իսկ շատ նման է, որ գնում է ուկրաինականի էլ, Իրանի էլ նորից այդ լուծման եւ զարգացման այդ խնդիրների, որ դրանից հետո եթե այդ հարցերը ինչ որ լուծման գան, անպայման վերադառնալու են այս հարցին։ Եվ մի կարծեք, որ վերադարձողը լինելու է Հայաստանի այս իշխանությունները, այսինքն այդ խնդիրները նորից բարձրացնելու են այն երկրները, որոնք համանախագահ են, չէ, եւ որոնք մտնում էին այդ նախագահության անդամ էին մի խոսքով, որովհետեւ դա է պլատֆորմը, որով նորից թարմացնեն։ Ինչի, որովհետեւ այս նույն տարածքում Հարավային Կովկասում պայմանավորված ամբողջ այս մերձավոր արևելքի հետ նրանք իրենց խնդիրները դեռ չեն լուծել։ Ռուսաստանն իր խնդիրը չի լուծել, չգիտես ինչի բոլորը մոռանում են, որ ճիշտ է Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան այս հարաբերությունները կան, բայց կա ռուս-թուրքական պայմանագիր 21 թվի, որը երկարացվել է եւ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Այսինքն կան ռուս-թուրքական սահմանը Ռուսաստանը, ինչպես եւ Խորհրդային Միությունը, մինչեւ այդ համարում են իրենց սահմանը, իրենց եւ Թուրքիայի։ Եվ Թուրքիան էլ չի դիտում որպես հայ-թուրքական սահման, այլ դիտում է որպես հայ-ռուսական սահման։ Նույնը ես այստեղ ավելացնեմ Իրանի դեպքում, գիտեք թե Իրանի ղեկավարությունը ինչպես է վերաբերվում այս ամեն ինչին, մանավանդ այդ նոր կոմունիկացիայի միջանցքի հարցի եւ դա մահացու վտանգ է նաև Իրանի համար։ Այնպես որ կգա ժամանակը, որ այդ նույն հարցերը եւ բավական շուտ է լինելու, որտեղ նույն այդ շահերը, քանի դեռ պահպանվում են, նորից պետք է այս հարցերը բարձրանան։ Ու այն ժամանակ չեն նայ Վիեննայում ինչ են հայտարարել, ինչ չեն հայտարարել, հետ են գալու նորից այդ խնդիրի լուծման։ Եվ ասում եմ միշտ, որ Ղարաբաղը չնայած փոքր է, բայց այդ փոքր չեն ասում պնդուկի նման պինդ է, շատ պինդ է եւ այդ հարցը հենց այնպես ջրել չի լինելու, նորից դա գլուխ է բարձրացնելու։ Իհարկե դժվար է պատկերացնել, որ այս միջազգային հարաբերությունների տուրբուլենտ իրավիճակի հաղթահարումից հետո միջազգային հանրությունը ինքը աշկ կփակի էթնիկ զտման պատերազմական հանցագործություններով ուղեկցված մի գործընթացի վրա, բայց այս ընթացքում
այն բոլոր կազմակերպությունները, որոնք հետապնդում են հայկական շահերի պաշտպանություն։ Պարոն Բեկարյան, դուք նաև, եթե չեմ սխալվում, անդամակցում եք Արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնախմբին, որի հիմնական նպատակներից մեկը ըստ էության կարելի է ձևակերպել որպես Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի միջազգայնացում։ Եթե ելնենք այն պնդումից, որ միևնույնն է, մի օր այս տուրբուլենտության ավարտից հետո միջազգային հանրություն նայելու է մեր տարածաշրջանի կողմ, բայց մինչև այդ հանգրվանը պետք է հակամարտությունը հնարավորինս կենթանի պահել, հակամարտության մասին խոսույթը։ Մենք որ ուղղությամբ պետք է նայենք։ Տեսեք, օրինակ նույն ԵԱՀԿ-ն ունի մեխանիզմներ, Մոսկվայի մեխանիզմը, Կոպենհագենյան մեխանիզմները, ՄԱԿ-ը տարբեր միջոցներ ունի, հանրային դիվանագիտության գործիքակազմով առավելապես, որն է համարում այն ուղղությունները, որոնցով կարելի առաջ շարժվել։ Տեսեք, նախ մի բան ուզում եմ իրար հետ ամրագրենք, որ մտածել եւ հույս ունենալ, որ երբ որ մենք որպես պետություն թողենք այս իշխանությանը մի կողմ, այս իշխանությունն էլ հավես չի բնականաբար եւ հետեւաբար պատկերացնենք վաղվա Հայաստանը նոր իշխանությամբ, շատ հուսով եմ իշխանությամբ, որը իր ազգային պետական շահերը բարձրադասում ամեն ինչից, այսինքն եթե երկրի կողմից իր հերթին Հայաստանի Հանրապետության, Արցախի կողմից, Արցախահայության կողմից իր պետական մարմինների միջոցով եւ ոչ միայն պետական մարմինների միջոցով։ Ուրեմն եթե հարցը իրոք կբերվի օրակարգ, այդ դեպքում կարելի է ակնկալել սպասել որոշակի զարգացումներ, բայց դա ուզելու է բավականին քրտնաջան աշխատանք։ Իրոք, այսինքն որովհետեւ հիմա ուրեմն նոմինալ պայմանները շատ ծանր պայմաններ են, մի մոռացեք, որ Արցախահայությունը հայրենազրկված է։ Այսինքն այստեղ արդեն խնդիրը միայն քաղաքական հարթության մեջ չի, հայրենազրկված է, մեր այդ հատվածը, հա, հայրենակիցների։ Ուրեմն հետեւաբար այստեղից գալիս է պարզագույն խնդիր, որոնք են հիմնական ուղղությունները, որոնցում պիտի այդ աշխատանքները տարվի, եւ որ իդեպ միանգամից ես ասեմ, նաեւ հենց համընկնում են հանձնախմբի աշխատանքային գործառութային ուղղություններին, հա։ Ուրեմն առաջի հերթին միջազգային հանրության մոտ, ուրեմն պետություններում, կառույցներում, միջազգային կազմակերպություններում, ուղղակիորեն հանրությունների հետ շփումներում տարբեր երկրների միջազգայինի նկատի ունեմ, հստակ արտացոլումը նրա, որ այն ինչ որ այսօր ոմանք անվանում են ուրեմն խաղաղ կարգավորում, ավարտ, հարցի փակվել, մարսել եւ այլը, դա այդպես լինել ուղղակիորեն չի կարող։ Այսինքն եւ չի կարող ոչ թե ինչ որ քմահաճույքի պատճառով, այլ առաջին հերթին եթե մենք ուզում ենք տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղության համար մեկ գրավականը այս մարդու իրավունքներում ստեղծած այս անտանելի վիճակը, ինչ Արցախահայության հետ կապված ստեղծել են, սա կարգի բերելն է, որի մեջ ամենաառաջի եւ հիմնական խնդիրը դա անվտանգ, արժանապատիվ եւ հավաքական վերադարձն է։ Այսինքն սա հասցնել բոլոր հնարավոր կառույցների, կազմակերպությունների եւ այլն դարձնել նրանց ուշադրության առարկան։ Այսինքն ադրբեջանական տարվող քաղաքականության էջը լիակատար շրջելու հնարավորությունը չընձեռել։ Հիմա հեշտ է այս աշխատանքը, սա մի ուղղությունն է, կփորձեմ արագ մյուս ուղղություններին էլ անդրադառնալ։ Հեշտ է այս աշխատանքը, հավատացեք, ոչ։ Ինչու ոչ, ինքը շատ նման է մեր զրույցի առաջի հատվածի, ինչպես ԵԱՀԿ երկրները համաձայնությունը տվեցին կառույցների փակվելուն, որովհետև հիմա որտեղ այդ աշխատանքը ծավալում ես, եթե ուղիղ էլ չասեն, սուրճի ընդմիջման ժամանակ մի հատ ուրեմն զրույցի ժամանակ եւ այլ ասում են, բայց դուք հասկանում եք, չէ՞, որ մենք չենք կարող լինել ավելի հայ, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Որը ասել են տարբեր ասում են տարբեր ձևերով, այսինքն եւ հետեւաբար ինչպես մենք հիմա սրան արձագանքենք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը, որը իդեպ եղել է Լեռնային Ղարաբաղի ուրեմն անվտանգության երաշխավորը, ինքը այսպիսի դիրքորոշում ունի։ Հետեւաբար սա դառնում է բավականին բարդ աշխատանք, բայց հիմքերը առավել քան արկա են։ Դա ուրեմն ՄԱԿ-ի դատարանի համապատասխան որոշումն է վերադարձի հետ կապված, ուրեմն հանձնախմբի, բայց ես այստեղ չեմ ուզենա, որ մենք մենակ որպես աշխատանք եւ ստացվող արդյունք ֆիքսվենք միայն հանձնախմբի վրա, որովհետեւ հանձնախումբը միայնակ աշխատի շատ քիչ արդյունք կունենա։ Այստեղ շատ լուրջ օժանդակություն ա եղել աշխարհով մեկ սփռված հայդատի գրասենյակների հայ հեղափոխական դաշնակցության, սփյուռքահայ մեր տարբեր անհատների, ոչ հայ բարեկամ պետություններում տարբեր ներկայացուցիչների եւ հետեւաբար մի շարք խորհրդարաններում, այդ թվում
Եվրախորհրդարանում, ուրեմն եղել են արդեն բանաձևեր, որոնք ամրագրել են, որ այդ նույն վերադարձի իրավունքը պետք է կյանքի կոչվի եւ հնարավորինս արագ, որպես մարդու իրավունքների հիմնարար խնդիր։ Գործադիր մակարդակում ունեցել ենք Կանադայի արտգործնախարարության հայտարարությունը, հա, նույն այդ վերադարձի իրավունքի հետ կապված, մարդու իրավունքների այս տոտալ խախտումների հետ կապված եւ այլն։ Այսինքն մի հատվածը աշխատանքի դա այդ միջազգային թևնա որպես այդպեսին։ Այստեղ ներողություն Գեորգ ջան, ամենակարևոր երևի արդյունքը, որ փորձենք ֆիքսել, սա առավել կարևորվում է նաև այս Մինսկի խմբի գործընթացի փակման ֆոնին, հա, այս պահին։ Ուրեմն դա շվեյցարիական հարթակն է։ Ինչ է սա իրանից ներկայացնում, եթե երկու խոսքով, ուրեմն Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատները, մեկը մյուսի հետևից, ընդունեցին բանաձև, որ Շվեյցարիան պիտի ունենա հարթակ ստեղծող հնարավորություն, ուրեմն բանակցային գործընթացի Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հիմքում ունենալով էլի այդ վերադարձի իրավունքի խնդիրը որպես այդպեսին։ Հիմա ինչու Շվեյցարիան նախ առաջի հերթին բնականաբար խորին շնորհակալություն Շվեյցարիայի գործընկերներին, որոնք այս նախաձեռնությանը եւ մասնակցեցին եւ վերեցին հասցրեցին այդ կետին, падգամավորներին երկու պալատների այդ թվում, բայց ինչի էր այստեղ հիմնական ուղղությունը ընտրված Շվեյցարիան։ Շվեյցարիան տարբերվում է եվրոպական շատ երկրներից նրանով, որ եւ ոչ միայն եվրոպական, որ Շվեյցարիայի պարագայում ուրեմն երկու պալատներում ընդունված բանաձևը գործադիր իշխանության համար դառնում է կատարման համար պարտադիր։ Եվ հիմա սա փաստորեն իրենց ԱԳՆ-ի առաջ դրված խնդիր է, որը ունի նաև պարտադրող ուժ, օրենքի ուժ, որ նրանք ձևավորեն այդ հարթակը եւ բանակցային հնարավոր գործողությունները, որից հետո մի շարք կառույցներով, երկրներով ուղակի, անուղակի, դեռ մի քիչ միգուցե երկչոտ, բայց գնացել է աջակցության խնդիրները շվեյցարական հարթակին։ Այսինքն սա հիմա մի հատ ուղղություն է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակվելու եւ այդ գործընթացը կասեցնելու պարագայում կարող է ունի պոտենցիալ իր վրա այդ բանակցային հարթակը բերելու, բայց որի շուրջ բավականին լայն աշխատանք կա տանելու։ Սա ընդհանրապես մի ուղղությունն էր, եթե կուզեք ես հաջորդ հարցերի ընթացքում մյուս ուղղություններին հանձնախմբի աշխատանքի իհարկե կանդրադառնամ։ Իհարկե, սիրով, երբ որ մենք խոսում ենք միշտ, երբ որ վերադարձի իրավունքին առնչվել ենք, ակնհայտորեն խորհրդարանական մակարդակները շատ ավելի ակտիվ են եղել, եթե մենք փորձենք համեմատել Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական միության գործադիր իշխանության հետ, Բելգիան գուցե այս առումով դրական բացառություններից մեկն է, որ եւ խորհրդարան եւ գործադիր իշխանությունը նույն բանն են ասում վերադարձի իրավունքի շրջանակում, բայց գուցե մեզ համար անակնկալ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը ի պատասխան կոնգրեսականների նամակի, որտեղ որ Միացյալ Նահանգները հայտնեցին, որ իրենք քաջալերում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին, ընդ որում հետաքրքիր, որ եւ Հայաստան եւ Ադրբեջանին նույն կոչը գնաց, ապահովելու համար Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը։ Սա թերևս անսպասելի էր որոշակիորեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունից, չնայած կոնգրեսի ուղերձներին, կարելի էր նման բան լսել, ինչը որ եղավ նաև Հայդատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում։ Պարոն Հակոբյան, ըստ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանության կողմից այս քայլի ձեռնարկումը օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո ինչի մասին է խոսում։ Դա խոսում է այն բանի մասին, որ մենք տարիներ շարունակ գիտենք, ասենք հետևում ենք Միացյալ Նահանգների քաղաքականության մեր տարածաշրջանում որոշ ուղղություններ, առաջնայինություններ, որ ունեցել են։ Հիմա երբ որ մենք նայում ենք այսօրվա պահի դիրքերից, այդտեղ շատ բան անհասկանալի է դառնում։ Ինչպես այսօրվա պահից ելնելով նայում ենք ռուս-հայկական հարաբերությունները, դա մեզ գցում է թյուրիմացությունների մեջ։ Եվ այդ հակառուսականություն տանել կամ նույնիսկ հակաամերիկանություն եւ սրանք մեծ տերություններ են, որոնց արտաքին քաղաքականությունը տարածվում է թե ժամանակի տեսանկյունից, այսինքն երկարատև հաշվարկ է, եւ թե ասենք տարածքային եւ այլն։ Երբ որ նայում ենք, ասենք, հիշեք Տրամպի խոսքերը ուղղված Էրդողանին, չէ՞, տեսակ եւ այլն, բայց դրա տակ երևում է, ասենք, պետդեպարտամենտի շատ զեկույցներ, դրույթներ, վաղուց տասնամյակների ընթացքում մշակած, ասենք, Թուրքիայի նկատմամբ
աշխարհաքաղաքական դիրքորոշումը վերաբերմունքը Միացյալ Նահանգների կողմից։ Եվ մենք տեսնում ենք, որ սա հարթ բան չի։ Այսինքն տակը խնդիրներ կան, օրինակ քրդական խնդիրը։ Օրինակ, ասենք, հիշում եք Խրուշչովի ժամանակ այդ հրթիռները որ տեղավորել այդ հակադրությունը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը, Իրան եւ այլն։ Այսինքն տակը շատ շերտեր կա, որոնք չեն երևում, բայց այդ չի նշանակում, թե Միացյալ Նահանգները իր քաղաքականության մեջ դրանք ինչ որ աչքաթող է անում եւ այլն։ Դրա համար եմ ասում, սա ժամանակավոր է, որովհետեւ Տրամպի համար շատ կարեւոր է այս պահին. Եվ դա կարևոր էր նաև նրա առաջի նախագահության ժամանակ, երբ որ նա այդ տեսակ շնորհավորանքներ էր ուղարկում Ալիևին, որ շատ շուտով կվերադառնա։ Այսինքն այս հարցը լուծելու, մանավանդ իրանական, մանավանդ որ Միացյալ Նահանգները խոսք էին տվել այդ հարցում օժանդակել Իսրայելին, այս պահի համար նաև գուցե Նոբելյան մրցանակը ստանալու համար ասում էր, որ եկեք խաղաղություն հաստատեք, որ իր 8-րդ կարծեմ խաղաղությունն է եւ այլն, այդ պահին դա է պետք։ Բայց դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները, այսինքն ինչ որ կողմնորոշումը ընդունել են դեպի ադրբեջանական կամ դեպի Թուրքիա, սա այդ բան է, քաղաքականություն է եւ կարող է դա տևել մի ամիս, մի տարի, 5 տարի, բայց խնդիրները մնում են, այդ process-ը գնալու է։ Նույնը Ռուսաստանի դեպքում, նույնը Իրանի դեպքում։ Այսինքն, եթե նայում ենք ժամանակի առումով, Հայաստանը այսօր քաղաքական կյանքից կարելի է դուրս գցել իշխանությունների այդ առումով, որովհետև արտաքին քաղաքականություն ըստ էության չի վարվում։ Դուք ինքներդ սկզբից միացրեցիք, չէ՞, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի կողմից այդ շահերը, ասենք, Մինսկի խմբի վերաբերյալ եւ այլն, այո, այդ խումբը ստեղծվել է եւ սրանք գնում են այդ ծիրի մեջ, այլ ոչ թե, ասենք, իր պետության շահերի։ Եվ ինչպես ասում է պարոն Բեկարյանը, ժամանակը որ գա, մենք ունենանք այն իշխանությունը, որը այդ ժամանակ որ գալիս է ընդհանուր գլոբալ եւ մանավանդ մեր տարածաշրջանային հարցերում հաստատումներ անելը, կոպիտ ասած ոնց որ ասենք, չգիտեմ, Պոցդամի մեծ եռյակի պայմանավորություն, երբ որ արդեն աշխարհակարգը հիմնում են ու ասում են սա է լինելու։ Այդ ժամանակ Հայաստանը ինչ իշխանություն կունենա, եւ այդ իշխանությունը արտաքին քաղաքական ինչ բագաժով կկանգնի այդ հարցերը լուծելու համար։ Այսինքն այդ իշխանությունը կարողանա մեր ազգային շահերը բարձրացնել, որպեսզի այդ հարաբերություններում մեր ազգային շահերը, մեր պետական շահերը հաշվի առնեն։ Եվ մենք մեր դժբախտությունը այս քանի տարում նա է, որ մենք այսօր չունենք այդ իշխանությունը։ Երբ որ մենք ունենք Արցախի հանրապետություն, չէ, բոլոր այդ նվաճումները, ոնց ասած, որ կային, դրվածքը եւ այլն, մի բան է դու այդ բագաժով գաս այդ միջազգային սեղանի շուրջ, մի բան է, որ այդ ամեն ինչը կորցրած։ Հիմա մենք պետք է նորից այդ հարցերը դնենք, մարդու իրավունքներ, Արցախի վերադարձ եւ այլն, այս մոմենտները դնենք։ Դրա համար ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում այնպես է վերադասավորվում, այնպես են հարաբերությունները նորից ի հայտ գալիս եւ բախվում իրար եւ այլն, որ ինձ թվում է պետք է փոխվի շատ բաներ այս տարածաշրջանում, որ իրական շահերը ոչ թե այս կամ այն խմբի շահերից ելնելով հարաբերություններ կարգավորվեն ազգերի պետությունների միջև, այլ հենց պետությունների եւ ազգերի շահերը նկատի ունենալով այդ հարաբերությունները կարգավորվեն։ Ձեր խոսքի ընթացքում ես նաև հիշեցի, որ մի կողմից Թրամփը գովեստի խոսքեր էր շռայլում Ադրբեջանի նախագահի հասցեին, բայց օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից գրեթե 10 օր հետո Պետդեպարտամենտը հրապարակեց Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մի զեկույց, որտեղ հղում անելով իհարկե Freedom House իրավապաշտպան կազմակերպությանը շատ հստակ ասում են գրեթե այն, ինչը մենք ենք ասում. էթնիկ զտումներ, անօրինական գերեվարություններ, հարկադիր սպանություններ, հարկադիր անհետացումներ, այսինքն պատերազմական հանցագործությունների մի ամբողջ ծանրություն դրվում էր ադրբեջանական իշխանությունների վրա եւ ըստ էության հնարավորություն էր տալիս այդ զեկույցը Պետդեպարտամենտին հետագայումս իր քայլերը պլանավորել այդ համատեքստում։ Բայց պարոն Բեկար, մենք տարածաշրջանում ունենք մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը այլևս իրեն փորձում է դրսևորել որպես գոնե փոքր տարածաշրջանի, բայց հեգեմոն ուժ,
օգտագործելով բնականաբար այն բոլոր բաղադրիչները, որոնք ազդեցություն են հարավկովկասյան աշխարհաքաղաքականության վրա, դա Կասպյան էներգակիրներն է, էներգակիրների տարանցման խնդիրն է ի թիվս այլնի, եւ նաեւ այլ հարցեր, լոգիստիկ, քաղաքական եւ այլն։ Ըստ ձեզ Ադրբեջանի քաղաքական վարքը ներկայումս ինչպես կարելի է մեկնաբանել, կապված Թուրքիայի հետ հարաբերություններով, կապված տարածաշրջանում որոշակ առավել դերակատարություն ստանալու համար, եւ եթե մենք տեսական քաղաքագիտության տիրույթից գանք, որ միջազգային հարաբերությունների առանցքային բնորոշիչը դա ուժի հավասարակշռման եւ փոխզսման մեխանիզմների գործունակությունն է, եւ այս տարածաշրջանում մենք գոնե տեսնում ենք, որ այլևս ուժի փոխզսպում եւ հավասարակշռում չի մնացել, այս պայմաններում հնարավոր ինչ մեխանիզմներով կարելի է Ադրբեջանի դերակատարությունը նվազեցնել այն պայմաններում, երբ որ Հայաստանում կձևավորվի իշխանություն, որը սպասարկում է այսօրյա շրջանի, գիտեմ, որ բավական ընդգրկուն հարց է, բայց Գրկուն է ոչինչ, ուղղակի մի փոքր ձերթույթությամբ կոորդինատները փոխենք, ուրեմն տեսեք, շատ դեպքերում դա նաև էս իշխանությունների ամենօրյա աշխատանքն է, որ նրանք ուզում են մեր հանրությանը անընդհատ ներարկել, որ այն բոլոր մարդիկ, ովքեր խոսում են այսօրվա վիճակի, խնդիրների եւ այլի մասին, այդ թվում Արցախյան հիմնախնդրի հետ կապված, այդ թվում իշխանությունների պահվածքի հետ կապված դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա, ուրեմն նրանք իշո կողմնակիցը չեն խաղաղության, ուրեմն սա աբսուրդի ժանրից է բնականաբար, որովհետեւ ընդհանրապես դժվար է գտնել նորմալ մարդ կամ մարդ, որը խաղաղություն չցանկանա, հա, այսինքն այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, ինչ ես դու դնում այդ խաղաղություն ասված բանաձևի ներքո, այսինքն դու գնում ես կայուն երկարաժամկետ խաղաղության, սա մի հարց է, թե դու գնում ես տարբեր պահածոյացված խնդիրներ դնելու, որոնք կպայթեն ամիսներ անց, մի քանի տարի հետո կամ առավելագույնս, ասենք, քո երեխաների սերունդի այդ ընթացքում, հա, սերունդի այդ ժամանակահատվածի ընթացքում։ Հետևաբար իրականության մեջ մի բան ֆիքսենք, որ բոլոր թիրախի նպատակների համատեքստում խաղաղությունը համար մեկ խնդիրն է, բայց նորից եմ կրկնում, կայուն եւ երկարաժամկետ խաղաղությունը, ոչ թե խաղաղություն հենված ինչ-որ կարկատանների վրա, որտեղ որտեղ ուրեմն լեգիտիմացվում է ուժի կիրառումը, որտեղ ամենաթողությունը դառնում է ջունգլի օրենքը դառնում է հիմնական, մի խոսքով, այսինքն սա մեր համար մի հատ ամրագրենք եւ նաեւ մեզ դիտողների համար ամրագրենք, հա։ Հիմա տեսեք, ես ինչի էս կողմից եկա, նայեք, եթե տարածաշրջանը ունի նորմալ կայուն երկարաժամկետ խաղաղություն, դրա հիմքերը դրված են, որքան էլ հոգեբանորեն թարմ են բոլոր վերքերը, բայց այնպես չի, որ մենք անպայման շահագրգռված լինենք Ադրբեջանի թուլացման մեջ, Ադրբեջանի հետ կապված խնդիրներ ունենալու մեջ, ոչ, եթե իրական խաղաղության հիմքեր կան դրված։ Եվ հակառակ պարագայում, եթե Ադրբեջանը շարունակում է հարկադրանքի այն քաղաքականությունը, որը վարվում է հիմա, եւ այս իշխանություններն էլ դա հարաձողի նման ընդունում են, այո, մենք պիտի հասկանանք ինչ ձևով է դա հնարավոր բալանսավորել։ Հիմա գալով հարցին այս կողմից, տեսեք, շատ տարբեր կարա լինի վիճակը կարճաժամկետի եւ միջնաժամկետի մեջ, չասեմ երկարաժամկետի պարագայում, հա։ Ուրեմն ինչ ա ունեցել Ադրբեջանը վերջի տարիների ընթացքում։ Այսինքն բոլոր բալանսները մինչև անդրադառնալը ուժային կուզեք ուղղակի քաղաքական եւ դիվանագիտական, հա, լիակատար խախտվել է։ Այսինքն բանակցային գործընթացում նույն Արցախյան հիմնախնդրի հետ կապված, եթե Հայաստանի Հանրապետությունը Արցախը իր հերթին իր մասնակցության չափաբաժնով ունեցել է աշխարհի համար բավականին նորմալ կառուցողական գործընկերոջ իմիջ ընթացք, որի հետ հնարավոր է նորմալ բանակցել, որտեղ ստացվում պարտավորությունները կատարվում են, որտեղ բանականությունը հաղթում է ուղղակի քմահաճույքին, որ երբեք չի գնում քաոսի ստեղծման, հա, եւ այս պարագան Ադրբեջանի համար բարդ պարագա էր, որովհետեւ փոխել այդ բաշխվածությունը, այն էլ իր ապակառուցողական եւ հրձիկ կեցվածքի պարագային բավականին դժվարացնում էր, պատահական չի, որ Ադրբեջանը անընդհատ, տեսեք շատ հետաքրքիր է, ինչ բառ օգտագործեմ, բողոքում էր, նվնվում էր եւ այլն նույն Միսկի խմբից եւ նրա համանախագահությունից, միևնույն ժամանակ հասկանալով, որ ինքը չի կարող իրեն թույլ տալ պաշտոնապես դուրս գալ այդ գործընթացից, ասեք ինչ հետաքրքիր վիճակ է, հա, բայց այդ Հայաստանի եւ Արցախի կառուցողականությունը այս ամեն ինչում բանակցային տրամաբանությունը լրիվ այլ հունի մեջ էին պահում։ Ինդեպ Միսկի խմբի համանախագահությունը 3 երկրները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն են ունեցել, տեսեք, պարոն Հակոբյանը նշեց, որ 14 թվականից օրակարգեր է փոխվում, սրվում են հարաբերությունները, հարկադրվելը շատանում է, բայց սրա հետ միասին շատ հետաքրքիր էլեմենտ կար։ Իրանց իրար միջև հարաբերությունները սրվում էր,
Բայց Ղարաբաղյան ձևաչափի շուրջ համանախագահների աշխատանքը դիտվում էր հիմնական խողովակ իրար մեջ աշխատանքի, անգամ ուրիշ տեղեր փակուղի մտնելու պարագայում գոնե այդ կամուրջը ունենալու։ Այսինքն շատ հետաքրքիր վիճակ էր։ Եվ իրենք բոլորը բավականին լուրջ փաստերի առաջ սկսեցին կանգնել 18 թվականից սկսած։ Հերթով, այսինքն այդ քաոսի ստեղծելը եւ ամեն ինչը որպես այդպեսին, հա, հիմա անդրադառնալով նրան, որ լավ, այս պարագայում Ադրբեջանի պատկերացումը եւ դրա հնարավոր զսպումները, Ադրբեջանը իրան լավ է ազգացել, բավականին, այսպեսի արտահայտություն օգտագործեն ոչ քաղաքական կամ ոչ դիվանագիտական, առաջի հերթին Հայաստանի այս իշխանությունների գոյությամբ ձեռագրով գործելավոճով, սա իր համար եղել է շարունակում ամենալ, ամենամեծ բոնուսը, ամենամեծ։ Երկրորդ, Թուրքիայի հետ հարաբերություններում այդ անվերապահ թիկուն կանգնելու խնդրից ելնելով, երրորդ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված նրա դիրքերի որոշակի թուլացումով եւ օրակարգերի փոփոխությամբ ելնելով Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ հակազդեցության այս տարիների ուրեմն process-ից, չորրորդ, Ռուսաստանի օրակարգերի փոփոխությունից, երբ որ Ռուսաստանը ինքը դարձավ պատերազմի մեջ երկիր, այսինքն սրանք ստեղծել են ժամանակավոր իրավիճակ, երբ Ադրբեջանը կարելի է շարունակել իդեպ ամենավերջին հասնելով, քանի որ նախորդ հարցը Թրամփով էր պայմանավորված, գալով հասնելով Թրամփին, որ օրինակ Միացյալ Նահանգների քաղաքականությունը գնում է շատ հետաքրքիր փոփոխություններ, այդ թվում, որ ուրեմն ձեր ներկայացրած գոզ դեպի զեկույցում կարող է այս ամեն ինչը լինի, բայց ադմինիստրացիան այդ երկրի հետ էապես խորացնի հարաբերությունները քաջալերի եւ այլը, որովհետեւ այդ բոլոր արժեքային բաղադրիչները տեղը լիարժեք զիջած են քաղաքական առաջնահերթ շահին, այսինքն այդ բալանսի խնդիրը այսօր չի հետապնդվում եւ հետեւաբար տեսնում եք, ինչ որ տեսնում եք, հիմա Ադրբեջանը սրանից փորձել է օգտվի, շարունակում է դա անել, մաքսիմալ օգտվել, ստեղ հարկադրելով, իր օրակարգերը առաջ մղելով, միայն Աստված գիտի, Հայաստանի գործող իշխանությունը այլ ինչ չափի քանակի խոստումներ ունի տված իրականացման համար ժամանակի եւ տարածության մեջ, բայց այս ամեն ինչը ենթարկվում է ուզի թե չուզի որոշակի վերամեկնարկի կամ ենթարկվելու է որոշակի վերամեկնարկի, դրանից բխող իհարկե որոշակի իր հետևանքներով, իր տրանսֆորմացիաներով եւ այլն։ Եվ արդյոք Ադրբեջանի այս ընթացքի պահվածքը իր համար տալու է հնարավորություն նույն ձևով շարունակելու կամ ինչ տոկոսով նույն ձևով շարունակելու, սա շատ լուրջ եւ մեծ հարց է, կարևոր մեջը երկու պայմանով, առաջինը կլինի Հայաստանում իշխանություն, ինչպես եւ ասվեց, որ իր կարմիր գծերը, իր շահերը, ազգային պետական շահերի հետամուտ լինելու գործիքակազմը աշխարհի համար, գործընկերների համար ընկալելի կդնի սեղանին եւ կփորձի երկիրը տանել երկարաժամկետ եւ կայուն խաղաղության, թե չի լինի։ Դերակատարների միջև բաշխումը ուժային կենտրոններ եւ տարածաշրջանային տերություններ, ինչպիսի քաղաքական քարտեզագրում կարտացոլի։ Սրանք բոլորը հարցեր են։ Ուրիշ բան, որ նոմինալ վիճակը Ադրբեջանի, այդ թվում եւ առաջի հերթին ի հաշիվ է իշխանությունների։ Այս պահին շատ լավն է, ճակերտավոր, որովհետեւ նա կարողացել է ներառյալ հասնել հայաթափման Արցախի, ֆիքսենք, միջազգային հանրությանը ազդակը տալ կոնֆլիկտի ավարտման եւ մարսեցման գործընթաց փորձել տանել եւ ոչ թե խոսել օրինակ Արցախահայության վերադարձի մասին, այլ խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայիս ուրեմն տարածքը ադրբեջանական բնակության տեղափոխման մասին, այդ մնացած նախապայմաններին չեմ անդրադառնում, սահմանադրություն եւ այլն եւ այլն։ Իսկ էսա իրավիճակը իրականում։ Ընդ որում Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին այդ էստաֆետը վերցելով Ադրբեջանի զուգահեռ իրականություն են ստեղծում տարբեր ժողովրդագրական գործընթացների միջև։ Մի դեպքում ենք 90-ականների վերջում 90-ականների սկզբում ունենք ժողովրդագրական շարժեր Ադրբեջանից, բայց հայերի էթնիկ զտում, իսկ 2023 թվականին արդեն ենք էթնիկ զտում, ցեղասպանական գործողություն, որը համաձայն 48 թվականի Լեմկենի կոնվենցիայի հենց իր բնույթով ցեղասպանական գործողություն է։ Համաձայն լինելով ձեր դիտարկումների հետ, օրինակ, չնայած նաև չեմ էլ ուզում շատ տեսական դիվանագիտության տիրույթ մտնել, բայց հայ հիշեցի Քիսինջերին, որ
իր հայտնի դիպլոմասի աշխատության սկզբնամասում ասում է, որ եթե միջազգային հարաբերությունների որևէ դերակատար ստահացնում է չափից ավելիին եւ վտանգ է ստեղծում ուժերի փոխզսպման ու հավասարակշռման համար, ապա միջազգային հարաբերությունների այդ դերակատարը կարող է պատժվել կամ սահմանափակվել միջազգային հարաբերությունների այլ դերակատարների կողմից։ Այս պրիզմայից, եթե հարցի նայենք, միաժամանակ խուսափելով անհիմն լավատեսությունից, չնայած լավատեսության օբյեկտիվ հիմք էլ ամեն դեպքում գոյություն ունի, ձեր տեսակետով եւ ամփոփելով, պարոն Հակոբյան, ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը հակամարտության հավելյալ միջազգայնացումը ապահովելու տեսանկյունից մինչեւ այն պահը, երբ որ Հայաստանում իսկապես կձևավորվի իշխանություն, որը արդեն պետական մակարդակով, պաշտոնական խոսույթով եւ ընկալելի բառապաշարով կհետապնդի Ղարաբաղյան հակամարտությունը։ Դուք արդեն ձեր խոսքի մեջ ասացիք, որ ըստ էության մենք պետք է հաշվի առնենք այդ ամեն ինչը եւ ոչ թե հույսներս կտրած եւ այլն նստենք, թե ինչ ոնց կլինի, այլ պետք է այդ ուղղություններով աշխատանք տանել։ Չնայած շատ ծանր է, եթե այդ աշխատանքը իշխանությունները չեն տանում։ Պետության լծակները նրան ձեռքում են։ Եվ շատերը, որ քննադատում են, դա պրիմիտիվ մոտեցում, չէ, ընդդիմությանը, ասենք ընդդիմադիր քաղաքագետների եւ այլն, ասում են դուք ինչ եք անում, դուք ինչ ես չարիք, դա ոնց ասեն, փողոցային մակարդակ է։ Այսինքն, եթե դու այդ լծակները, թե դիվանագիտական, թե պետական առել ես, մոտ չես թողնում այդ լծակներին, զրկված է ընդդիմությունը դրանից, ուրեմն ընդդիմությունը ունի ինչպես նշվեց, ասենք, հայդատի գրասենյակի առանձին գործիչներ են, բացի դրանից իսկապես մենք աշխարհում ունենք շատ հայանավեր գործիչներ, որոնք աշխատում են, մենք հաճախ տեղյակ էլ չենք, մեկ է տեսակ միտեղ են տեսակ գիրք է հրատարակվում, բան է լինում, որ նրանք են ցույց տալիս այդ ամեն ինչը։ Այս ամեն ինչը խոսում են նրա մասին, որ այս իշխանությունները չեն կարող այս ամեն ինչը պահել, ամրացնել հավերժ։ Եթե Ալիևը դա հասկանում է շատ լավ, դրա համար նա շարունակում է, որտեղ նա գիտի, որ շատ խախուտ է այս ամեն ինչը, ուզում է այդ Թրամփի այդ օգոստոսի եւ այլն այդ ամեն ինչը խախուտ է, նրանք շատ լավ գիտեն, որ վաղ թե ուշ այնպիսի իրադրություն է սկսվելու, որ այս հարցերը դրվելու են, որտեղ այս հարցերը իրական են, համապատասխանում են աշխարհաքաղաքական իրական վիճակին, այսինքն դրանից դու չես խուսափելու։ Հիմա մեր խնդիրն էլ որպես ժողովրդի այն է, որ ինչքան մենք կարող ենք, ուղղակի գլուխներս հանդուրժել, որ այս իշխանությունները չվարեն քաղաքականություն, ազգային, պետական, այսինքն փորձեն պահել, ինչպես անում են, չէ, այն սյուները, այն հիմքերը, որը մեզ պետք է դրդի տանի դեպի այդ ամեն նվաճումների, եկեղեցի է, այնտեղ բանակ է, այն է, ազգային արժեքներ են, այդ ամեն ինչը փոխում է զսպել եւ ջնջել, բայց դա կրկնում են ընդհանուր միջազգային իրավիճակին չի համապատասխանում եւ վաղ թե ուշ այդ ամեն ինչը փլուզվելու է, որտեղ դրան վերջ կա։ Շնորհակալություն։ Պարոն Բեկհարյան, եթե փորձենք ապհոփենք, մենք ունենք մի իրավիճակ, որ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարմամբ էապես վնաս է հասցրել բանակցային գործընթացին եւ հակամարտության միջազգայնականացմանը։ Մյուս կողմից ունենք 2023 թվականի նոյեմբերի 17-ի Արտադրության միջազգային դատարանի որոշումը վերադարձի իրավունքի մասով միջանկյալ միջոցի կիրառման։ Ունենք Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ պետությունների, Եվրոպական միության օրենսդիր եւ գործադիր մակարդակներում ընդ որում արդեն գործադիր մակարդակում որոշակիորեն հեղեղուկ, բայց ամեն դեպքում այո, իսկ օրենսդիր իշխանության մակարդակով շատ ավելի ամուր դիրքորոշում։ Այսինքն վերադարձի իրավունքը հակամարտությունը փակված չլինելու հանգամանքը ունի միջազգային որոշակի ընկալնակություն։ Այս տեսանկյունից հանրային դիվանագիտության գործիքակազմով դեռևս ինչ կարող ենք անել եւ որ ուղղություններով պետք է ընթանանք։ Շնորհակալ եմ, շատ տեսեք, ուրեմն առաջինը մենք որքան էլ տեսնենք, որ այս իրավիճակը եւ աշխարհակաղակական տրանսֆորմացիաները կարող են փոփոխությամբ նոր իրավիճակի հիմքեր ստեղծել, ընթացք ապահովել, բայց մի բան մեր համար պիտի որպես կանոն լինի, էլի։ Այդ ամենը չի գալու որպես ընծա, որպես նվեր, սկուտերի վրա գա մեր սեղանին։ Այսինքն մենք իրապես խնդիր ունենք ամենօրյա աշխատանքի, ամենօրյա։
Եվ իդեպ ես շատ հետաքրքիր բան ասեմ բոլոր ուղղություններով։ Տեսեք նույն հանձնախմբի աշխատանքների գործառույթների մասով մենք խոսեցինք դեպի դուրս աշխատանքի մասին, որքան էլ առաջի հայացքից ասածս կարող է անգամ զավեշտալի թվա, մենք ունենք լուրջ աշխատանքի կարիք մեր հարության հետ, որովհետև այս 7 տարվա ուրեմն պրոպագանդան, այս բոլոր հնարավոր շահարկումները, կեղծիքները, պատմության փոփոխության ինչ-որ, չգիտեմ, այս ամենը չկասկածեք, որ հանրության վրա ազդել են, թողել են բավականին լուրջ ազդեցություն եւ հիմա առավել եւս նույն երիտասարդ սերնդի պարագայում կա աշխատանքի շատ լուրջ դաշտ, որովհետեւ եթե մենք ուզում ենք այդ օրակարգերին տեր լինել, այդ օրակարգերին տեր լինելը ուղղակիորեն կապված է մի կողմից հասարակության հետ, առավելապես նրա երիտասարդության հետ։ Տեսեք, ես մի ձեզ բարձրագույն օրինակ բերեմ։ Օրինակ մենք որպես կենտրոն, եթե խոսքը հայաց վերլուծական կենտրոնին է վերաբերում, հա, մենք վերցրեցինք այսպիսի ուղղություն, որ պետքա փորձել բերել այն ամենակարևոր խնդիրները, բացի այն, որ ամենօրյա եթերներով, նյութերով եւ այլն, այլ նաեւ դրա ֆունդամենտալ գրականության փորձը անել եւ ստանալ, որը կարա վաղը մյուսօր, որտեղ մեր աչքի առաջ կողքից կեղծվում է հնարավոր ամեն ինչ։ Եվ ճակատագրի հեգնանք էր միգուցե նաեւ 22 թվականին, ուրեմն դեկտեմբերի 10-ին մենք արել ենք առաջին շնորհանդեսը Ստեփանակերտում Ճոճանակի, ուրեմն դա Ղարաբաղյան հակամարտության ողջ բանակցային գործընթացի վերաբերյալ գիրքն է, որը այսպես է, հենց սիմվոլիզմով իր որոշեցինք առաջի, ուրեմն շնորհանդեսը անել Ստեփանակերտում։ Արեցինք եւ որից հետո նաեւ մնացինք շրջափակման մեջ, այսինքն ընդամենը 3 տարի առաջ։ Կա շատ կարևոր կարծում եմ աշխատանք ԵԱՀԿ Ղարաբաղյան դոսիե գիրքը, որ հրատարակվեց, ԵԱՀԿ-ի բոլոր գաղտնազերծված փաստաթղթերը հայերեն լեզվով, իրենց վերլուծականներով եւ այլ, ինչու եմ սա մասին խոսում եւ անդրադառնում սրան։ Տեսեք, այն որ այսօր ԵԱՀԿ-ն ուներ Մինսկի գործընթացի հաշվին եւ Մինսկի խմբի հաշվին ամենամասնագիտացված, ամենանրբություններով հավաքած դոսիեն է ամեն ինչի վերաբերյալ, երկրորդ կարծիք չկա։ Այն, որ այս գործընթացի փակումով անգամ առաջացավ հարց, որ սկսում են կորել այդ հղումները, այդ փաստաթղթերի, տեսեք, մենք մի կողմից հասկանում ենք, որ քաղաքականությունը թելադրում է շատ բան եւ վաղ իրավիճակի փոփոխության պարագայում այս ամբողջ ժառանգությունը նորից կարող է գալ նստել սեղանին հարցով զբաղվողների, բայց դա միանշանակ չի, եթե դու դրան հետամուտ չես լինում։ Այսինքն, հետեւաբար անգամ սա, որովհետեւ այնտեղ շատ լուրջ բազա կա հավաքված։ Մի օրինակ բերեմ եւ ավարտեմ, որ երկար չտևի, հա, ամփոփելու համար։ Տեսեք, Մինսկի խմբի համանախագահ 3 երկրներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, այսինքն աշխարհի հզորագույն երկրներից են, հա, ուրեմն նախագահների մակարդակով, իրենց երկրների ղեկավարների մակարդակով, ուրեմն եթե վերադառնում ենք Լակվիլա, Դավոս, Լոս Կաբոս հայտարարություններին երկրների ղեկավարների մակարդակով, ուրեմն մենք այնտեղ ֆիքսում ենք մի բան, որը ընդհանրապես հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացի մեջ կամ չունի, կամ շատ քիչ նմանությամբ նախադեպեր ունի, երբ միջնորդները ոչ միայն կողմերի դիրքորոշումներն են ուզում մոտեցնել, այլ ասում են, որն է արդարացի կարգավորումը։ Այսինքն միջնորդը դուրս է գալիս ինչ-որ իմաստով իր առաքելության շրջանակից, որտեղ ինքը մոդերատորն է, մոտեցնողն է, այլ վերջը ասում է սահմանում է, որ իր կողմից 3-ին միաժամանակ, հենց մի հատ այսօրվա հակամարտության ներքո պատկերացրեք իրանց, 3-ը միաժամանակ ստորագրում են փաստաթղթի տակ, որի անվանումը արտացոլում է բանակցային կարգավորման առաջարկը, խոսույթը, բայց կետերում դնում է արդարացի կարգավորում գաղափարը, որի մեջ տեսնում է, օրինակ եմ բերում, հա, նույն ուրեմն պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեն որպես կարգավորման արդարացի սկզբունքներից մեկը։ Հիմա դուք պատկերացնում եք մենք ինչ ժառանգության կորստի առաջ ենք կանգնած, բայց դրա բանն ասում, սա պետք է բոլոր հնարավոր եղանակներով, որքան էլ ասում եմ առաջի հայացքից, սա զավեշտ է, բայց մեր հանրության մեջ աշխատանքով դարձնել տերես ամեն ինչին, որ այդ պորտալարը չկտրվի, որտեղ այդ պորտալարը կտրվեց, ինչ տրանսֆորմացիա այլ աշխարհում լինի, մենք մնալու ենք սուբյեկտայնությունը, ոնց որ այսօր է կորցրած, սուբյեկտայնությունը կորցրած չգիտեմ ինչ, որի շուրջ տեղի ունեցողը իշ շահերի որևէ կերպ սպասարկման կամ առաջ մղման չեն կարողանալու ծառայել, եթե մենք տես չեղանք եւ Աստված չանի այդ պորտալարը կտրվեց։
Շնորհակալություն պարոն Այք, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ակնհայտ է, որ ԵԱԿ Միսկի խմբի լուծարման գործողություններում, լուծարման արդյունքում էական վնաս է հասցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին եւ հակամարտության միջազգայնացմանը։ Սակայն մյուս կողմից նաև ակնհայտ է, որ հետևողական աշխատանքի արդյունքում անցյալի ժառանգությունը օգտագործելու շնորհիվ հնարավոր է առաջիկայում հասնել ավելի բարենպաստ իրավիճակների։ Շնորհակալություն։